Բարև ձեզ, մենք ուղիղ եթերում ենք, մեզ կարող եք հետևել Հայլի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով, նաեւ Հայլի.am-ի Facebook-յան էջով։ Ուշագրավ ինֆորմացիա առավոտ շուտ։ Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Մոսկվա։ Փակ օդային տարածքի պատճառով եւ վայրէջք է կատարել Սանկտ Պետերբուրգ։ Որ ասում է, վախ Նիկոլ ջան, ես ինչ դժվար ես հասնում դու Պուտինին։ Փաստորեն ինչ խնդիրներ են առաջացել, երևի ընթացքում պարզ կդառնա կամ նոր ինֆորմացիաներ կգան եւ մենք կհասկանանք, բայց մինչ այդ Նիկոլը Գերմանիայում էր, Գերմանիայում այսպես անհեթեթությունների հայտարարություններ մի ամբողջ շղթա այդ վիճակում անգամ ինքը տենց այսպես ասած արանքը ճղելով հարկամարես նորից խոսել կաթողիկոսի մասին, կաթողիկոսի ընտրությունների մասին, բայց ինչ որ բաներ, որ հանրայինի եթերից կամ մյուս լրատվամիջոցներից այսպես դուրս մնացին, սպորտեցին, շատ հետաքրքիր է, թե մեր հայրենակիցները Սփյուռքում ինչպես են դիմավորում օրինակ Նիկոլին։ Ես կարծում եմ արժե սա ցուցադրել եւ ինչ էին վանկարկում։ Իմիջիալոց ասում են կռիսի պես ինչի է փախչում եւ գնում։ Ես հիշում եմ, որ վարպետ Ռազմիկ Դավոյանը մեզ հյուր էր եկել եւ հենց այնտեղ ինք նկարահանում հարց տվեցին լրագրողները թե այ որ կենթանու հետ կա, չէ, կենթանու հետ չէ, ում նման է, ինչի նման է, էլի Նիկոլեն շատ ծանր փուլում էր պատերազմից հետո, երբ որ ինքը բունկերում էր, բունկերից չգիտեմ որտեղ արդեն դուրս էր եկել, բայց արդեն սկսել էր այսպես կամած գլուխը սենց դուրս հանել ու խոսել, ասեց ինքը նման է աղբանոցի Արնետի, չգիտեմ, ես չեմ ասել, բայց մի հատ էլ այդ ամեն ինչը փորձեք պատկերացնել, հետաքրքիր ինչ է, որ տարիներ են անցնում եւ գրեթե նմանատիպ վանկարկումներ մեր հայրենակիցների կողմից Գերմանիայի Դաշնությունում, խնդրեմ։ Այո, եւ գիտեք, ինձ մոտ տպավորություն է, որ ինքը մեծ հաշվով Սփյուռքի հարցերը լուծել է Նիկոլ Փաշինյանը, սա էլ թուրքերի պատվերն էր, գիտեք, որ Հայաստանը ամուր էր Արցախով եռամիացություն, շատ էր սիրում ասել սրա մասին Բակո Սահակյանը, մեծ եռամիացություն Հայաստանի Հանրապետություն, Արցախի Հանրապետություն եւ մեր հզոր Սփյուռքը, բայց ինքը այսպես անցավ ժամանակ են, որ sense պատրաստ եմ ձեզ համար, Սփյուռք, լավ էր, որ ողջ Սփյուռքը վանկարկում էր Նիկոլ, բայց եկավ մի պահ, որ արդեն պիտի կատարեր Էրդողանի եւ Ալիևի հրահանգը, այն էր, որ պիտի պարակտեր ընդհանրապես Սփյուռքը, ինքը մի օր արդեն հայտարարեց, որ ինքը Սփյուռքի հետ մեծ հաշվով կապ չունի եւ Սփյուռքի գործերը իրեն չեն առնչվում։ Այս պարակտից 3 խոսում էի Միացյալ Նահանգներ, ուրեմն պարզվում է, որ ամեն նոյեմբեր ամիսը շատ կարևոր ամիս է, այնտեղ բարեգործություններ անելու եւ սկսում են գումարներ հավաքել, որ հիմնականում ուղղում էր դեպի Հայաստանի Հանրապետություն։ Այս ամեն ինչը այլևս գոյություն չունի, ինքը այդ կապը խզել է։ Եթե հիշում եք պատերազմի ժամանակ ինչ ահռելի գումարներ եկավ Միացյալ Նահանգներից եւ այնտեղ 100 քանի միլիոնի մասին էր խոսքը եւ շատերն ասում են, որ ագահություն արեց, պարգևավճարներ տվեց, չգիտեմ ինչ արեց, չհասցրեց պատերազմի ժամանակ Արցախ։ Հարցը երկու կողմ ունի, այո, մի կողմից ինքը բացարձակ է թա իրեն դա ծրագրավորված էր, որ մեծ ահռելի միջոցներ, օգնություններ չհասնեին Արցախ պատերազմի ժամանակ, բայց նաեւ հարցը երկրորդ կողմը ուներ, երկրորդ կողմն այն էր, որ պիտի Սփյուռքին հնարավորինս նեղացնեին, խռովեցնեին Սփյուռքին, որ եւ նաեւ ապտակ հասցնեին այն իմաստով, որ մեծ զայրույթ բերեին նրանով, որ ասեն այդ գումարները մենք տվել ենք պարգևավճար։ Ինչ է, դուք կարծում եք Նիկոլը չէր հասկանում, որ այսպիսի բան, եթե Սփյուռքում տարածի, որ իրեն գումար են ուղարկի, որ պատերազմի ժամանակ գնա հասնի զինվորին, չգիտեմ, զենք է, օգնություն է եւ այլն, եւ դա տեղ չի հասնում, ինչ պիտի մտածել։ Պիտի մտածել, այս երկիր նստած են գողեր, որ հափշտակում են, սա ծրագրավորված եւ պայմանավորված է Սփյուռքին խռովեցնելու,
Սփյուռքին հերու վանելու համար, ինչի համար, որտեվ ապագայում մեծ ծրագիր կար, պիտի ամեն ինչ մասնատել, կտոր անել, որ ավելի հեշտությամբ 300,000, հետո 500,000 կամ 1 միլիոն ադրբեջանցի բերել լցնել Հայաստանում եւ հետեւից զորքը մտնի եւ Հայաստանը գրավի։ Հիմա մենք տեսնում ենք, արդեն ինքը համարում է, որ մեծ հաշվով Սփյուռքի հարցերը լուծել է, լավ է, որ երբեմն այսպիսի կենթանության նշաններ ենք մենք տեսնում Սփյուռքի կողմից, որտեղ Սփյուռքը պիտի որ այս փուլում շատ ակտիվ լիներ, հիմա երբ որ հիմա պիտի ընդհանրապես միջազգային բոլոր կազմակերպությունները, կառույցները, դեսպանատները, այդ երկրի կառավարությունների շենքերը, պարլամենտները պիտի շրջափակեին մեր Սփյուռքը հայերը եւ ահազանգեին, աղմկեին, բղավեին եւ փորձեն իրենց հասցնել, թե ինչ է տեղի ունենում։ Հիմա մենք ունենք 4 եպիսկոպոս, հիմա կալանավորված է, բանտված է եւ այս հարցակումը թիրախավորումը հայ առաքելական եկեղեցու նկատմամբ եւ վեհապար հոր նկատմամբ շարունակվում է։ Մենք տեսնում ենք այդպիսի բան չկա, որովհետեւ իրենք էլ շփոթի մեջ են, անկազմակերպ վիճակում են, չգիտեմ, թուլացած վիճակում են, ավելի շատ շփոթ կարող եմ ասել եւ իրենց համար սա նոր իրողություն է, որտեւ 30 տարիների ընթացքում տեսել են, որ ինչպես է մեր ղեկավարները, մեր հայրենիքի իշխանությունը, ինչպես են համագործակցել, ինչպես են փորձել օգնել, ինչպես են այդ օգնությունը փորձել ստանալ, ինչպես են դիմել եւ այսպես մի մարմնի պես աշխատել են եւ հիմա Սփյուռքի համար նոր իրավիճակ է, իրենք այսպես հավատացել են եւ մի հատ օտար մարմին եկել է իշխանության եւ հակառակ անընդհատ դեն է նետում, շպրտում է, վանում է իրենցից, դրա համար այս շփոթ վիճակում, բայց պետք է հնարավորինս արագ նորից ինքնակազմակերպեն եւ փորձեն այս ամենասարսափելի վտանգավոր փուլում, որովհետեւ Հայաստանի Հանրապետության ճակատագիրն է, ինքնակազմակերպեն եւ փորձեն ինչ-ինչ բաներ անել։ Այն ինչ որ տեղի ունեցավ Գերմանիայում եւ մենք ցուցադրեցինք մեր համայնքի իհարկե փոքր խումբեր, լավ կլիներ որ շատ ավելին լինեին, սա կենթանության նշաններ է, լավ է որ կան կազմակերպիչներ եւ նաեւ իհարկե շատ լավ է այն ինչ որ տեղի ունեցավ Մարսելում, Փառահեղ փայլուն ընդունելության արժանացավ վեհապար հայրը Մարսելում եւ մեր համայնքի կողմից եւ ոգևոր այրերի կողմից եւ նաեւ ֆրանսիացիների կողմից մենք դրա մասին խոսել ենք, բայց սա կենթանության նշաններն են, այնպես որ պետք չէ հանձնվել, խոսքս առաջին հերթին ուղղված է Սփյուռքին, պետք չէ հանձնվել, պետք է նորից կազմակերպվել եւ այս վտանգավոր փուլում շատ բան կա անելու, պետք է այդ ուղղությամբ անել։ Ինչ հատկապես հիմա տեսեք, մի քանի անգամ ես դրա մասին խոսել եմ, ասում ենք, որ մենք կարող ենք դաշնակիցներ գտնել արևմուտքում, նորից եմ կրկնում, մեր ընդդիմությունը կաշկանդված է, չի ուզում ինչ-որ հարաբերություններ բան փչացնել կամ չգիտեմ ինչ անել եւ դեսպանատների ուղղությամբ չեն գնում, բայց կա դրա համար դա շատ լավ կլիներ, որ այդ ուղղությամբ գնային, որովհետեւ ինչպես մի քանի անգամ ասել եմ եւ չեմ հոգնում կրկնել, որ Միացյալ Նահանգները այսօր մենք տեսանք այնտեղ արտգործնախարարը Ռոբիոն հայտարարեց, որ նրա այն որտեղ որ քրիստոնյաները ճնշված են, մեզ հետ խնդիր կունենան։ Մենք կարող ենք գնալ դեսպանատներով եւ նամակներով հեղեղել, ասել, որ ազնիվ եղեք եւ եթե ինչ որ բան դուք ասել եք, ապա դրա հետևից գնացեք։ Այսօր մենք քրիստոնյա ժողովուրդ լինելով շարունակում ենք ճնշված մնալ, հարձակումները հայ առաքելական եկեղեցու կողմից, Նիկոլի կողմից եւ իր թիմի կողմից, Փաշեսատեի, Ալիևի եւ Էրդողանի կողմից շարունակվում է։ Դուք պետք է արթուն լինեք եւ աջակից լինեք մեզ։ Մենք պետք է անպայման, այսինքն մենք այնտեղ կարող ենք գտնել դաշնակիցներ, ինչպես որ ասել էի, կարող ենք գտնել Ֆրանսիայում եւ այլ երկրներում։ Բայց մենք տեսնում ենք այստեղ երկերեսանություն, 4 սրբազաններ շարունակում են փակված մնալ, շատ դաժան ծանր պայմաններում, հարձակումը շարունակվում է Նիկոլի կողմից, երեք էլ դրա մասին բարբաջում էր ինքը, որ ինքը պիտի կաթողիկոս ընտրի, չգիտեմ ինչ, եւ մենք տեսնում ենք դրանից առաջ, ընդամենը մեկ շաբաթ առաջ, թե 10 օր առաջ, Թրամփը ինչ է հայտարարում, Թրամփը ասում է, ես շնորհավորում եմ, ողջունում եմ Նիկոլին եւ այլն եւ այլն։ Եթե այսպես երկերեսանի է իրեն պահում Միացյալ Նահանգների իշխանությունը, արտգործնախարարը հայտարարում է, եւ մենք տեսնում ենք դրան հաջորդիվ կամ դրանից առաջ Թրամփի այդ կապիկությունները, ողջունում է, չգիտեմ ինչ անում, Նիկոլասա, դուք ճիշտ ճանապարհի վրա եք եւ այլն, կարելի է գտնել այլ ճանապարհը որն է։ Հիմա սա առաջարկ է մեր սփյուռքահայ հայրենակիցներին, բոլորին, հատկապես մեծ խոշոր կազմակերպություններն այս ուղղությամբ կարող են նաեւ անհատնել ներ Սփյուռքում աշխատել, հատկապես Միացյալ Նահանգներում։ Ինչ ճիշտն ասած, դրսից այս Միացյալ Նահանգներից ցանկարել են հոգեվորականներ, որ այս փուլում մենք ինչ կարող ենք անել։ Ես այդպես առանձին ասել եմ, բայց հիմա լավ կնես
այս մեծ լսարանի առաջ հնչեցնեմ սա։ Հիմա տեսեք, կարելի է կան շատ հզոր մեծ լրատվամիջոցներ, որ գտնվում են դեմոկրատների, այսինքն հանրապետականների Թրամփի հակառակորդների ձեռքում։ Ինչ կարելի անել է այդ լրատվամիջոցները, այդ կազմակերպությունները, այդ կուսակցությանը հեղեղել նամակներով, որպեսզի իրենք բարձրաձայնեն, որ հիմա Թրամփը եւ իր իշխանությունը կամ պիտի իր ասացին հետամուտ լինի, այսինքն կապիկությամբ չզբաղվեն, որ հայտարարեն մենք պաշտպանում ենք այն ժողովրդին, այն խմբերին, որտեղ քրիստոնյաներին, որոնք ոչ ճշված են, կամ եւ իրենք ինչ որ քայլեր անեն, այն է, իրենց լրատվամիջոցներով, պարլամենտում, տարբեր տեղերում բարձրաձայնեն եւ պատին դեմ տան, եթե պետք է նույն Թրամփին եւ Թրամփի իշխանություններին, որ դուք երկերեսանություն եք անում, այսօր Հայաստանի Հանրապետության ձեր պաշտպանած, ձեր, այսպես ասած, հոգատարության տակ գտնվող, ձեր ուշադրության տակ են, որ դուք տարել եք երկու բանի սեղանի շուրջ նստեցրել էիք Նիկոլին, գլուխ էիք շոուում, չգիտեմ ինչ որ անհեթեթություններ էիք դուրս տալ, ինչ որ բաներ եք ողջունում, իր քաղաքականությունն եք ողջունում, բարձրաձայնեն ասել, որ դուք երկերեսանի եք, որ դուք չեք ուզում տեսնել այն ինչ որ կատարվում է Հայաստանի Հանրապետությունում, թե ինչ արշավ է գնում քրիստոնյաների նկատմամբ, քրիստոնյա հայ ժողովրդի նկատմամբ ինչ արշավ է գնում, ինչ արշավ է գնում կաթողիկոսի դեմ, ինչ արշավ է գնում առասարակ հայ առաքելական եկեղեցու դեմ։ Սա իմ առաջարկն է, կարծում եմ, այս ուղղությամբ կմտածեք եւ կաշխատեք, այո, պետք է նաեւ եւ աշխատել Թրամփի թիմի հետ, որ եթե դուք այսպիսի հայտարարություններ եք անում, ուրեմն պատասխանատու եղեք, ուրեմն երկերեսանությամբ մի զբաղվեք, ուրեմն հետամուտ եղեք, եթե ոչ նաև զուգահեռ աշխատել նաև դեմոկրատների հետ, դեմոկրատական բոլոր լրատվամիջոցներին ուղղել այս նամակները, բարձրաձայնել եւ ասել դուք էլ ուրեմն եթե այսօրվա իշխանությունը չի անում դա, ուրեմն դուք բարձրաձայնեք, ուրեմն դուք պատին դեմ տվեք նույն մերկացրեք Թրամփին եւ բացահայտեք իր ստերը, որ իր գործերը, խոսքը ոչ մի բան չի համապատասխանում, ամեն ինչ հակասում է իրան։ Այնպես որ սա առաջարկս է, կարող եք այս ուղղությամբ կարող եք, մենք բոլորս իհարկե այս ուղղությամբ պիտի աշխատենք, սա վերաբերում է նաեւ Հայաստանի ընդդիմադիր ուժերին, հասարակական կազմակերպություններին, ինչու ոչ այն անձինք, որ կարող են տիրապետում են դրան, այս ուղղությամբ կարող են աշխատել եւ բողոքներով, նամակներով, հայտարարություններով, եթե իհարկե դուք հնարավորություն ունեք, սա արդեն վերաբերում է Միացյալ Նահանգների մեր այն ազդեցիկ դեմքերին, կազմակերպություններին, եթե դուք հնարավորություն ունեք դեմոկրատական այդ լրատվամիջոցներում կարողանալ դուք ուղղակի ձեր խոսքը հնչեցնել եւ ներկայացնել, թե ինչ է կատարվում եւ այն հակասությունն ու սուտը, որ կա Թրամփի եւ իր թիմի խոսքերի եւ գործի մեջ, սա ներկայացնեք, շատ ավելի լավ, եթե ոչ, ապա կարելի է նաեւ բռնել այս ճանապարհը։ Ինչ տեղի ունեցավ նաև այս փուլում, մենք երեք չանդրադարձանք սրան, կարծում եմ շատ կարևոր էր, պատահական չէ, որ այսօր փակված են 4 սրբազանները, ասեմ, որ քիչ թե շատ նորմալ պայմաններում են գտնվում 3 սրբազանները, նրանք գտնվում են նույն խցում, Բագրատ սրբազանը, Միքայել սրբազանը եւ Արշակ սրբազանը, շատ սարսափելի ծանր պայմաններում է գտնվում Մկրտիչ սրբազանը։ Այստեղ պարզ է, ակնհայտ է, որ վեհափառ հոր կաթողիկոսի ընտանիքի նկատմամբ շատ կոնկրետ ահաբեկչություն է տեղի ունենում։ Եղբոր կալանավորումը, եղբոր որդու կալանավորումը, դրանից առաջ եղբոր որդու նորից կալանավորումը, հիշում եք, տարիներ առաջ էլի եղել էր, այսինքն ճնշումները շարունակում են։ Գիտեք, որ քրոջ զավակն է, որդին է Մկրտիչ սրբազանը եւ հիմա, այսինքն այս ճնշումները, այս բռնությունները շարունակվում են, որպեսզի իրենց միջոցով կարողանան վեհափառ հոր վրա ազդել եւ ինքը հրաժարական տա։ Պարզ բան է, իր ճղճին ողորմելի բանը։ Ես մի անգամ խոսել եմ Արշակ սրբազանի մասին խոսելուց, որ երբ որ տարբեր ճանապարհներ ընտրեց Նիկոլը, ինքը այդպեսին է։ Թերևս այս սպիտակավորումը շատ բնորոշ է Նիկոլին, որ մեր հայրենակիցները վանկարկում էին Գերմանիայում։ Ինքը չի կարող բարոյական ճանապարհով, օրենքի ճանապարհով, արդարության ճանապարհով, որևէ ճանապարհով ինքը չի գա, հետո անցնում է իր կեղտոտ այլանդակգործիքակազմին, զրպարտություններ, կոմպրոմատներ, այլանդակություն, չգիտեմ ինչ որ անկողնուց է խոսում, սեքսուալ սեռական, չգիտեմ ինչերից է խոսում, այլանդակություն, անգամ անհարմար եմ գտնում այդ ամեն ինչը բարձրաձայնել։ Այս այլանդակեղտոտ, ինքը սենց բանը, այս թիմից նկատելի է, որ իրենք գարշելի կեղտոտ
ինչ ասեմ, անկողնու սիրահար են, ոնց որ դրանից իրանք հաճույք են զգում, եւ դա էլ տեսան չի ազդում մնացած սրբազանների վրա, այն 10 հուդաների վրա ոնց որ թե ազդել է, դրա մասին մեկ խոսեմ, բայց տեսան որ Արշակ սրբազանի պարագայում սա էլ չի ազդում, արդեն չեն կարողանում, ինքը գնում է կռիստական կեղտոտ այդ բան գործիքակազմը, ում էլ տանեն այնտեղ նստածեն, կարող է այս կեղտոտ գործիքակազմը ինչ ես անում, կալանավորում եւ տանում ես եւ այդպես կալանավորեց եւ տարավ այս սրբազաններին։ Հիմա տեսեք, գիտեք մենք ասում ենք թուլացած ենք, այսպեսին ենք ոնց որ իրականում ես չեմ հոգնում կրկնել, մենք պատմական ժամանակահատված ենք ապրում, եթե Աստված մի արասե մենք թույլ գտնվենք եւ չկարողանանք պաշտպանել, պահել Հայաստանի այս փոքր հանրապետությունը, իսկ մենք դրա առջև ենք եւ 2026 թվականը մեզ համար ճակատագրական է լինելու, այնուամենայնիվ մենք պետք է ասենք որ պատմական օրեր ենք ապրում եւ մեր ամենահայերը, մեր մեծ իրականում մեր մեծ հայրենակիցները այսօր մի մասը մեծ հայրենակիցների ձեռքի տված այստեղի իշխանությունը եւ Ադրբեջանի իշխանությունը Թուրքիայի հովանավորությամբ, Արևմուտքի հովանավորությամբ մի մասը գտնվում է Բաքվի բանտում մեր մեծագույն հայերը, նախագահները, գեներալները, Ռուբեն Վարդանյանը, իզուր չասած որ մենք ունենք երկու դրսում միլիարդերներ եւ մեկը գտնվում է Բաքվի բանտում, մեկը գտնվում է Հայաստանի բանտում եւ մյուս մեծ հայերը 4 սրբազանները իրոք մեծ հայերը, ովքեր տեսակ ոչ մի բանի առաջ չընկեցին, ոչ չդավաճանեցին իրենց կոչմանը, չդավաճանեցին իրենց կոչումին եւ գնացին պարզ ճակատով, բաց ճակատով եւ չփորձեցին կեղծավորություն, պայմանավորվածություն, չգիտեմ ինչ, այս թուրքական իշխանությունների հետ, որ հիմա գործում է ներսում եւ ավելին շատ լավ հասկանալով եւ Բագրատ սրբազաններ դա շատ լավ հասկանում եւ Միքայել սրբազաններ շատ լավ հասկանում եւ Արշակ սրբազաններ հասկանում թե ինչ է իրեն սպասում, միևնույն է գնացին այդ ճանապարհով եւ վերջում էլ վերջին ասուլիսի ժամանակ միջև ձերբակալվել Արշակ սրբազանն ասաց որ սրանք դավաճանական հանցագործ իշխանություններ են եւ այս իշխանությունները դեմս Նիկոլ Փաշինյանի պիտի հեռանա, իսկ նա ով ասում է որ պիտի Նիկոլը հեռանա, Նիկոլի ներսում հրճակում է թշնամի եւ ինչ կարող անել, կարող է բանտել, դե եթե կարող է բանտել եւ կարող է իհարկե ինչպես Արմեն Գրիգորյանին դուք տեսակ տարան եւ սպանեցին, իհարկե դա էլ կարող անել, պետական ապարատը այդպիսի դաժան եւ զարուրելի բան է, բայց դե ամեն ինչ ժամանակավոր է, ինչեւէ եթե մեր պետությունը նորից եմ ասում մնա, մենք եւ եթե Աստված մի արասեր չմնա, միևնույն է, պատմության մեջ 10 հայել եթե մնան գրելու են, որ մենք պատմական ժամանակաշրջան ենք ապրում եւ մեր մեծ հայրին թշնամիները շատ շուտ տարան եւ բռնեցին մի մասին Բաքվի բանտում են տալ, մի մասին այնտեղ եւ Հայաստանի բանտում։ Եվ տեսեք Հայաստանի բանտից էլ իրենց կոչը սրբազանները եւ դուք կտեսնեք թե ինչ ուժեղ ամուր կամային, արժանապատիվ, բարոյական, կարծր, այսպես բանտ սրբազանների հետ մենք գործ ունենք։ Եվ ինչ են հայտարարել, արդեն պարզից էլ պարզ է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գործում է զինված բանդա, ուշադրություն, զինված բանդա, այո բանդա, որը զբաղված է կիրակի օրերը, եկեղեցիներ զավթելով եւ հավատացելով իրավունքները կոպտորեն ոտնահարելով իրենց սատանայական պաշտամունքները կատարելու համար։ Այո բանդա է, որտեվ իրենք մենք տեսանք թե ինչպես գնացին Հովանավանք, մենք տեսանք թե ինչպես իրենք գնացին Գյումրին ամենազարուրելին էր եկեղեցին, միայնակ մնաց, պաշարված ոստիկաններով եւ Նիկոլի զազրելի ողորմելի թիմի անդամներով։ Այս հանցավոր բանդան գլխավորում է վարչապետի պաշտոնը զբաղեցնող անհայտ դավանանքի տեր մի անձ, ով զինված մարդկանց ուղեկցության բացահայտ անթակույց լկտիությամբ թափանցում է իր իրավասության տակ չգտնվող եկեղեցու սակրալ տարածքներ, խախտելով կրոնական ազատության սահմաններն ու սեփականության իրավունքի անձեռնմխելիությունը։ Նողկալի է, որ սույն բանդային նախարարներից, падգամավորներից, զանազանարկասախնդիրներից բացի միացել են նաև իրենց եռակի օծումը ոտնահարված եւ մերժված հոգեվորականներ, որոնք իրենց սույն քայլով արժանացել են Աստծո դատաստանին։ Սույն հանցավոր զինված բանդան դեռևս ազատության մեջ գտնվելը խոսում է իբրև թե իր սուվերենությունը գտած, սակայն իրականում կորցրած պետականության փշրանքների լիակատար զավթման մասին հանցագործ սուբյեկտների կողմից, սակայն վստահ ենք պետականությունը կվերականգնվի, իսկ հանցագործները կզբաղեցնեն այն տեղը, ուր ապօրինի կերպով գտնվում ենք մենք խղճի կալանավորներս։ Եթե Աստված մեր կողմից է, ով կարող է լինել մեզ հակառակ։ Հզոր խոսքեր, եթե Աստված մեր կողմից է, իսկ իրենք
սրբազանների խոսքն է Միքայել Սրբազան, Բագրատ Սրբազան եւ Արշակ Սրբազան, 1 րոպե չեմ վստահ եմ, կասկած չունեմ, որ եթե առանձին տեղ Նուբարի քրեակատարողականում է, չէ, եթե չլիներ այդտեղ Մկրտիչ Նուբարաշենի, վստահ եմ, որ Մկրտիչ Սրբազանը եւս կմիանար այս խոսքերից, բայց ամենահզոր բանը, եթե Աստված մեր կողքին է, ով կարող է լինել մեզ հակառակորդ։ Այս պարագայում մնում է միայն մի բան ասել, իհարկե Սատանան այնքան էլ հզոր չի, ոնց որ մենք պատկերացնում ենք, որտեղ եթե դու հավատավոր ես եւ Աստվածավախ ես, հաստատ գիտես, որ Սատանան ողորմելի եւ մի օր Սատանային սատկացնում են։ Իհարկե Սատանան հակում ունի նորից համբառնելու եւ նորից ծնվելու, բայց հույս ունենք, որ այս անգամ Սատանային վերջնականապես կսատկացնեն եւ բավականին երկար ժամանակ առհասարակ չի կարողանա ինքը թևածել ու գալ տեղավորվել մեր երկրի այն կարևոր տեղերում եւ անգամ իրեն իրավունք վերապահել մտնել հայ առաքելական եկեղեցի եւ ներկա լինել սատանայական կեղծ պիղծ պատարակների այն ամեն ինչի, որ տեղի է ունենում։ Ես ասեցի, որ ինքը այսպեսի գործիքակազմ է ուղարկում, ընդհանրապես ինչքան մարդ հավատացյալ է Աստծուն, ինչքան շատ մարդ Աստծուն հավատում է, այնքան վախերը քիչ են լինում, վախ չի ունենում։ Եվ սրբազանների խոսքն դա էր հուշում, որ տեսեք ինչքան ուժեղ են, ինչ խորքային հավատացյալ են, իրենք որովհետև գիտեն, որ ամեն ինչ չի, որ այսպես մանր բաներում այստեղ է որոշվում։ Եվ դրա համար տեսնում եք, այստեղ դուք տեսաք այստեղ վախեցած մարդկանց խոսք, պարզ է, չէ, Սատանան տարել իրենց փակել է, պարզ է, չէ, ինչ ճնշումների տակ են եւ չեն հանգստանում հարազատների նկատմամբ, մյուսների նկատմամբ, ճնշումներ, հիվանդ չեն տեղափոխում եւ այլն եւ այլն։ Այս ահաբեկչությունը սրբազանների նկատմամբ շարունակվում է, տարածվում է, բայց վախի ոչ մի նշան։ Հենց վկայումը այս հայտարարության դրա մասին է խոսում, որ իրենք չեն վախենում, բայց հակառակը, եթե դու հավատ չունես, եթե դու Աստված չունես, Աստծուն չես հավատում, վախը շատ մեծ է։ Վախի դրսևորում է, որ վախեցած ողորմելին, երբ որ չկարողացավ որևէ նորմալ հարթության վրա իրականում ըստ իրեն պայքարել եւ փորձել ինչ-որ բաներ ցույց տալ հայ առաքելական եկեղեցու հետ կապված, վեհապար հոր հետ կապված, սրբազանների հետ կապված վախկոտ ողորմելի թշվառականը հրաման է տալիս գնանք բանդայով, ոստիկանական բանդայով գնանք եւ շրջափակենք եւ դրանից հետո կամ դրանից առաջ ձերբակալենք, որտեւ ինքը ուրիշ բան իրեն չի մնացել, իրեն մնացել է իր Սատանան, իսկ Սատանան հաստատ Աստծուց շատ է վախենում եւ այսպիսի վախկոտ գործողություններ անում։ Ուրեմն եթե դու հավատացյալ չես, ուրեմն եթե դու Աստծուն չես վախենում, դու վախկոտ ես, իսկ վախկոտը միշտ անում է ամենաողորմելի, ամենաստոր քայլերը, ինչը մենք հիմա տեսնում ենք։ Հիմա գանք այս սրբազաններին, այս հուդաներին, շատ կարճ եմ խոսելու իրենց մասին, որտեվ երեք իմ հյուրերը եւ այսօր հյուրերս առանձին խոսելու են Վազգեն Սրբազանի մասին է խոսքը։ Մի տեսեք, այս թշվառականը գնացել էր մի մեծագլխի մոտ եւ ինչ է հայտարարում։ Այս մեծագլխի մոտ հայտարարում է, ասում է, ես Վրաստանում աշխատել եմ, ես ես խոստանում եմ, որ եթե մենք այս բանդայից ազատագրվենք, այն ամեն ինչ այլանդակություններ դուք արել եք, ինչ չարաշահումներ եւ հափշտակումներ Վրաստանում վիրայոց թեմը ղեկավարելու ժամանակ այդ ամեն ինչը բացահայտվելու է եւ այն ձեր պիղծ բոլոր քայլերը բացահայտվելու են եւ նաեւ շնորհակալություն, այո, երեք հյուրերից մեկը ասեց Նիկոլին, որ ինքը իսկապես ձեր սատանայական ներսը բացահայտեց առաջին հերթին այս անձի, այնքան դու սատանայական ներքին ունենաս, որ երբ որ խոսում ես գնացել ես ինչ-որ մեծագլխի մոտ եւ ասում ես, որ այո, ես շփվել եմ թուրքերի, ադրբեջանցիների հետ, իրանք ինչքան լավն են, ինչքան չգիտեմ ինչ են, այս տականքագույն սատանա երևույթին կարելի է խորհուրդ տալ, որ ինքը գնա ընդհանրապես իր նման մարդկանց հետ էլ ում պապերը Արևմտյան Հայաստանում են ապրել եւ ես այդ պատմությունների տակ եմ, այդ դաժան պատմությունները փոքրուց լսել եմ այդ ամեն ինչը, ինձ հետ էլ իմնան մարդկանց հետ էլ կարող եք զրուցել, չնայած ամեն ինչ ավարտված է ձեր նման սատանաների հետ, այլևս ճանապարհ չկա հանդիպելու կամ զրուցելու, դու կարող եք ընդհանրապես արցախցիներին հարցնել, թե ինչպիսին էին երեք եւ ինչպիսին են այսօր ադրբեջանցիները, ինչպես էին մորթում եւ ֆուտբոլի գնդակի վերածում երեխաների գլուխներ, ինչպես էին գնդակահարում գերիներին, ընդհանրապես 3 չի առաջ օրը ինչպես էին մասնատում հայ կանանց ջերմուկի բարձունքի վրա եւ դա նկարահանում
հրաժարում եւ զվարճանում, իսկ եթե դա ձեզ չի բավարարի, զանգահարեք ձեր սիրելի ադրբեջանցիներին, խնդրեք, աղաչեք, ասեք ես Փաշիզադեի ծառան եմ, ես Ալիևի ծառան եմ, ես տեսեք ինչեր եմ հայտարարում, իրենք ձեզ կպատմեն, թե ինչպես են հերոսացել հայ սպայի գլխատող այն սրիկատականքին, որ գեներալի եւ հերոսի կոչում են տվել, իրենք ձեզ կպատմեն, թե ինչ հայատյացությամբ են իրենք դա սիրակում 30 տարի շարունակ ադրբեջանցիներին, որ հետո մեծանում են եւ ինչ դաժանությամբ են լցված ընդհանրապես հայ ժողովրդի եւ հայերի նկատմամբ, իրենք ձեզ կպատմեն մնացած բոլոր սարսափելի բաները եւ իսկ Ալիևը հատկապես ձեզ փաստաթղթավորված կներկայացնի այն ամեն ինչը, թե ինչպես են պատրաստվում ադրբեջանցիները գալ Հայաստան, ձեր պաշտպանած սատանայի հենց ձեռք տված եւ ինչ է լինելու Հայաստանի հետ, եթե 300-500 հազար ադրբեջանցի գա եւ ընդամենը մի քանի ժամ հետո կամ գուցե զուգահեռ այստեղ մտնեն թուրքական եւ ադրբեջանական զորքերը, ինչ հետաքրքիր է, որտեղ եք դուք լինելու եւ այդ ժամանակ ինչ եք ասելու, մոլայի հանդերձ հակած ասելու եք, ես այն մոլան եմ, չգամ ես պատրաստում եմ այն մոլան դառնալ, որ ասում էր, որ դուք լավն եք, որ դուք բարի եք, որ դուք եկել եք, ես հասկանում եմ, որ հիմա դուք պատրաստ եք սատանայի ոտքերի տակ թավալ տալ երկար ժամանակ, որովհետև ձեր ականջին ինչ որ սատանաներ շշնջացել են, որ իրենք կկարողանան կաթողիկոսին հեռացնել եւ ձեզ կնստացնեն այդ աթոռին եւ դուք պիտի հնարավորինս թավալ գաք, թավալվեք սատանայի առաջ, թավալ գալուց անընդհատ մոլայական խոսքեր ասել եւ ձեր պաշտամունք ու սերը արտահայտել, հարգանքը արտահայտել ադրբեջանցիների նկատմամբ։ Սրանով իսկ դուք կամ խորամանկ եք, կամ ձեզ հուշել են, որ կաթողիկոս ընտրում է ոչ թե տեղի սատանան եւ ժողովուրդը եւ խորհուրդը, այլ կաթողիկոս, քանի որ շատ վաղուց Հայաստանի հետ կապված որոշումները կայացնում է Ալիևը, այլ պետք է դրա համար միայն ծառայել, շնորհակալություն հայտնել եւ քցնել, ինչքան հնարավոր է շատ Ալիևին եւ Փաշազադեին հարկ եղած դեպքում նաեւ լիզել Էրդողանի եւ Ալիևի կոշիկները, դուք այդ ստոր կեղտոտ ճանապարհն եք բռնել։ Հիմա ինչ վերաբերվում է մյուս հայտնի սատանային Արփի Կճոյանին, որ ես երկուսն են իմիջիալոց հրապարակ եկել են, Գևորգ Սրբազանը հրապարակ եկավ եւ տեսավ, որ շատ ողորմելի վիճակում է հիմա այդ հերոստանգերություններ վազվզում են, բոտեքսավորված Սրբազանն էլ իմիջիալոց մի հատ Անուշավան անունով Սրբազան կա, ես մի անգամ դիմել եմ կոսմետոլոգներին, որտեվ ես այդպես առանձնապես լավ չեմ հասկանում, բայց շատ կանայք են ինձ ասել, տպավորություն է, որ ինչ որ բանը հատուկ միջոցներ է կիրառել, կոսմետիկական ինչ որ բաներ է արել, ավելի գրավիչ եւ գայթակղիչ երևա, աբսուրդ, ես ուզում եմ հասկանալ, եթե այդպես է, իսկապես ոնց եք պատկերացնում, որ եպիսկոպոսը Սրբազանը ուզենա այդպես գայթակղիչ եւ գրավիչ երևա, մեկնաբանություններն ու եզրանկումներ թողնում եմ ձեզ, այս անձը ուրեմն պարզվում է, որ թռել է, ինչպես Անուշավան Սրբազանը, ես հույս ունեմ, որ կարգալույց կանեն, չէ, ոչինչ, թող մնա, իրանք իրար պակաս չեն, այս մարդը ուրեմն 2 օր առաջ գիտեք, որ պատարակ էր Գրիգոր Լուսավորիչում եւ այդ պատարակի ժամանակ ինքը լինելով այնտեղի հոգևոր առաջնորդը, այս անձը ուրեմն ներկա չի եղել, դե չգիտեմ, երևի կամ իրենց գլխավոր սատանայից են ամանչել, վախեցել, որ գնան այնտեղ հանկարծ կարող են ողջունել, բան անել վեհապարհորը կամ մյուս հոգևորականների կամ իսկապես անհարմար է զգացել նայել իրենց ասկին, թռել է, չկա մարդը, մեկ էլ այդ օրը միանգամից որոշում է արձակուրդ գնալ մինչև դեկտեմբերի 24-ը, բայց սա պնդաճակատ է, դե սա 5 կաշի է, այն հաստ կաշի է, հələ մի հատ հայացքին նայեք, դեմ կաշի եմ ասել, sense կաշի, սկամ տիմ մշակվել է, էլի են որ sense, գիտեք, կաշի կա, որ թքելով ամ, sense կարծրանում է, հիմա հիշում եք, չէ, 20-30 տարի ինչ այլանդակություն, ինչեր ենք լսել այս անձի հետ կապված, թալան, անբարոյականություն, չգիտեմ, եւ ինչ է պարզվում է, որ 24 թվականին այս մարդու ուրեմն կալանքի տակ պիտի դրվեր սրա միջոցներ 2024 թվականի սեպտեմբերի 6-ին, հակակոռուպցիոն ուշադրություն 2026 թվական սեպտեմբերի 6, հակակոռուպցիոն դատարանը մերժել է գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումների գործերով վարչության հայցն ընդդեմ Սամվել Ռուբենի Կճոյանի Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ arczepiskopos Կճոյանի դեմ, հիմա պարզ է դառնում, գիտեք, մեկը ասում է, որ բան է, չգիտեմ, սրանց նկատմամբ ճնշումներ է եղել, բան, ես այդքան չեմ հավատում, որովհետև դուք ինչ եք
պատկերացնում, այդ ինչ պիտի կոմպրոմատ լիներ, աման չէր կճոյանը դրանից։ Ասեմ я կաշին այնքան թքից, այնքան հաստ է, մի քիչ դժվար է պատկերացնել, որ ինչ-որ բան պիտի լինի, որ մի հատ ինչ-որ կոմպրոմատ լիներ, ասենք չգիտեմ ինչ է անում կճոյանը, կամ չգիտեմ ինչքան միլիոններ ունի, ինչ ունի, դրանից անհարմար զգար, որ այդ կոմպրոմատները կամ չգիտեմ ում հետ ինչ հարաբերությունների մեջ է, չէ, չեմ կարծում, ես ասել եմ, որ նրանց մի մասը այդպիսի խնդիր բացարձակ չունի, ագահ են ուղղակի, փողը, դիրքը, շահը, փող ագահ էս մարդու դեմքից, չարությունն ու ագահությունը թափվում է։ Այս մարդը փողի հարցն է արել են, ասել են, այս եղածդ վերցնում ենք, կամ դու համաձայնում ես այս կողմ, կամ համաձայնում ես այն կողմ, ինչ պիտի անել, այս մարդը մի անգամից ո՞ւս է փողը, մի անգամից համաձայնել է եւ ասել է, ես գալիս եմ այս կողմ, սա է ամբողջ պատմությունը եւ դա տարածում է նաեւ մյուսների վրա, այն 10-ի վրա, որ ասում են այդ Ամերիկայինն է, այստեղինն է, եթե դրանց ում կենսագրությունը փորփրում ես, իրենք այլանդակ ֆինանսական բաների մեջ են եղել։ Իհարկե նաեւ կան այնտեղ պիղծ մարդիկ, որ չգիտեմ ինչերով են զբաղվել, բայց այստեղ ուրիշ հարց կա։ Հիմա տեսեք, երեք արդեն հստակ, նստած, բան հանդարտ ձայնով, չգիտեմ դեղերից հետո ինչից հետո մարդը մեկը հայտարարում է, որ ինքը գնում է, պետք է նոր կաթողիկոս ընտրեն եւ կաթողիկոսին փոխելու են։ Տեսեք, մի իշխանություն ում սահմանադրորեն ինքը պատասխանատու լինելով Հայաստանի Հանրապետության տարածքների համար։ Հայաստանի Հանրապետության այդ 1000 քառակուսի կիլոմետրը չկա, թշնամին վերցրել է։ Գլխավոր կարևոր բարձունքները ռազմավարական վերցրել են։ Արցախը վերցրել են 120,000 հայ սովավության հասցրած անտուն անտեր, այսպես ցեղասպանության անիմիջով անցած տեղահան եղած եկել են այստեղ 7 միլիարդ պարտքը դրել է երկրի վզին, թոշակառուն սովի մատնված հեգնում է թոշակառուին, ասելով որ ինքը չգիտի 10,000 ինչ կանի, դրանից հետո ինքը հեգնում է, ասում է որ դե ինչ ա եղել կարա, այսինքն 10,000-ը չգիտի, դեբիլ է մոտավորապես թոշակառուն, 500,000 դեբիլ են ապրում, էլի Հայաստանի Հանրապետություն, չգիտեն ինչ պիտի անեն 10,000 ավել, եթե իրենց տա։ Ինքը այնտեղ 200, 400, 500,000, 1 միլիոն ինչ որ տալիս է, այսպես պարգևավճարներ, իր փողոցից եկած բոմժերը գիտեն այդ միլիոն միլիարդները ոնց պիտի ծախսեն, բայց թոշակառուն չգիտի այդ 10,000 դրամը ոնց պիտի ծախսի։ Սես մի հատ բան ապտակա հասցնում, սովի մատնված խայտարակ թանկացումներ են, այս անձին, որ ասում են, վանկարկում են, ասում են, դավաճան, տականք, Արցախ հանձնած, Հայաստանի տարածքները հանձնած, դուռը բացել ես հիմա ադրբեջանցի, 300,000 ադրբեջանցի է գալիս, քեզ նվաստացնում են, Բաքվի բանտում գերիներ ես տարել, սրբազաններին տարել ես բանտ, պղծում ես հայարակելական եկեղեցին, պղծում եք ընտանիքները, քո բառապաշարը, քո բառամթերքը փողոցայինին բնորոշ բառամթերք է, դու ընդհանրապես պիտի դուրս վռնդես, դու թալանչի ես, դու կողոպտիչ ես, դու 7 միլիարդ պարտք ես բերել դրել եւ փոշիացրել ես, ոչ մի տնտեսական զարգացում չկա, բացի ասֆալտ ներկելուց ոչինչ դու չես արել, դու հանցագործ ես, սահմանադրորեն խախտել ես, դու պիտի հեռանաս, ինքը ասում է, բա ընտրությունները, բա ես ընտրված եմ, ասում են կեղծված ինչ կապ ունի, ընտրված եմ, իր անդասիրակներն էլ կողքից ասում են ընտրված են։ Հիմա այս անդասիրակ փողոցայիններին հարց եմ տալի, երբ որ դուք այսպես ինչ որ վերաբերվում է ձեզ, ասում եք, հիմա օրենքից եք իբրև թե խոսում, օրենքով դուք ընտրված եք։ Կաթողիկոսը ըստ կանոնակարգի հոգեորած այդ բան եպիսկոպոսատ ժողով են հրավիրում, մեծ հոգեոր խորհուրդ են հրավիրում, աշխարհիկներ են այնտեղ մասնակցում եւ ընտրում են կաթողիկոսին, օծում է կաթողիկոսը եւ այլն, դու ով ես, ինքդ միլիոնավոր հայություն հայերը, աշխարհում ապրող 20 միլիոնից 19 միլիոնը մտքում կամ բարձրաձայն ասում է դու դավաճան ես, դու հանձնել ես Արցախը, դու սովի ես մատնել թոշակառուներին, դու Հայաստանի Հանրապետության տարածքները հանձնել ես, ողորմելի թշվառ ղեկավար ես, ադրբեջանցիները որտեղ եկել են մի մետր հետ չեն գնում, դու շարունակում ես Հայաստանի Հանրապետության տարածքները հանձնել, դու շարունակում ես թշվառության մեջ գտնել Հայաստանը, դու շարունակում ես Հայաստանը շրջափակել, դու ով ես, որ դու ինքդ հենց որ ասում են ռադեղի գնա հանցագործ սրիկա, դու ասում ես մենք ընտրված ենք, բայց այնտեղ որ ընտրված մարմին է վեհապար է, դու քո քրչոտ հալով, դու որոշել ես որ դու նոր կաթողիկոս բերես, նոր կաթողիկոս նշանակես, ուզում եմ հասկանալ, չէ, ուզում եմ հասկանալ, թե բանը, այդ իրավունքը քեզ ով է տվել, դու ինչ իրավունք ունես գնաս մտնել, կաթողիկոսին ընտրես, երբ որ դու 385 եկեղեցի վանք մատուր հանձնել ես,
320 եկեղեցի նոր վերականգնել եւ նոր կառուցվել եւ օծել է Գարեգին բն, ինքը պատմության մեջ մնալու է։ Հայաստանը լինի թե չէ, հայ առաքելական եկեղեցին մնալու է եւ այն 4-5 բացառիկ կաթողիկոսներից է, վեհապար հայրերից է, Վազգեն երկրորդը, ինքը մնալու է պատմության մեջ, որպես մեծ երևույթ, որ մեծագույն բան է արել հայ ժողովրդի համար, մեծ, ահռելի, անգնահատելի, թանգարաններ, դպրոցներ, ֆինանսավորում, բարեգործություն, հիվանդանոցներ, անսահման վանքեր, եկեղեցիներ, մատուրներ, հոգևոր կյանք, երաժշտական խմբեր, խմբակներ, անverջ էսպես ինքը մնալու է եւ ամենակարևոր եւ դու ով ես, ինքդ կործանող ես, ինքդ ավիրող ես, դու այնտեղ ասում ես ինձ ընտրել են, իսկ այստեղ մոլորեցնում ես մեր ժողովրդին, ասում ես ես պետք է գնամ, սատանայա խումբը ոնց որ ասում են այստեղ, բանդան վերցնես եւ բանդայով գնաց, այս մեղքը բոլորիդ վրա է լինելու, ով որ կհամարցակվի գնալ հայ առաքելական եկեղեցու վրա, այս 10 սատանաների ովքեր որ ստորագրել են, ովքեր միացել են այս սատանայական գործին ձեր վրա է մնալու, որտեղ սա միայն արշավ չէ կաթողիկոսի դեմ, սա անշուշտ արշավ է հայ առաքելական եկեղեցու եւ վեհապար հոր Գարեգին երկրորդի վրա, ինչու, որովհետեւ ինչպես Սփյուռքը ինքը պարակտել եւ մասնատել բաժանել է Հայաստանից, գնացեք ինչ ուզում եք արեք, այսինքն այն խոշոր կառույցները հեռու է վանել մեզանից, մնում ենք այսպես Հայաստանից, ինչու, հիմա կբացատրեմ, նույն է նպատակով ինչ որ հայ առաքելական եկեղեցին է ուզում մասնատել, որ շատ ավելի հզոր է, որպես համաշխարհային կառույց ամենահզոր հայկական կառույցն է, ինչ ծրագիր եւ ինչ են ուզում անել, իրենք առաջին հերթին պիտի փոխեն կաթողիկոսին, որից հետո կդնեն մի կամակատար սատանա իրենց կողմից նշած մի կաթողիկոս, ով կհրճակի, որ Հայաստանը առանձին է, հայ առաքելական եկեղեցին հայաստանյաց առանձին կառույց է, Սփյուռքը առանձին է, Սփյուռքի կառույցները, այսինքն դու վանում ես իրենք կտրում ես դու համաշխարհային այդ մեծ կապը, եւ այնտեղ սկսում է ամեն մեկը ինքնուրույն ինքնագլուխ ինչ որ մի բաներ, ինչու համար է, որից հետո, ինչ է անելու ինքը, ես ուզում եմ ասել կաթողիկոսին հանել ինչի համար է, սիրելի հայրենակիցներ, ուշադիր լսեք, խնդրում եմ ուղղակի հասկացեք, թե ինչու համար է կարևոր, որ մենք ամեն գնով պաշտպանենք վեհապար հորը Գարեգին երկրորդին, որից հետո ինքը եւ մեր սրբազաններին առաջին հերթին ինքը ամենաուժեղ ամենակամային սրբազաններին է տարել։ Հետո դրանից հետո ինքը ինչ է անելու, հետո կարգավիճակը իջեցնելու է, այսինքն թույլ կառույց է դառնալու, ինչ որ մակարդակի իջեցնելու թույլ։ Ինչու համար է այս ամենը։ Երբ որ ադրբեջանցիներին բերեն Հայաստան, եւ դրանից հետո մտնի ադրբեջանական եւ թուրքական զորքը եւ մեզ հետ անեն այն ինչ որ արեցին արցախցիների հետ, միանգամից հայաթափեն կամ գլխատեն կամ չգիտեմ ինչ անեն, եթե չգիտեք ինչ անեք, լավագույն դեպքում ինչ արեցին Կիպրոսում։ Միանգամից այդտեղ թուրքական մեծամասնություն գրավում են, վերցնում են, մնում է իրենց։ Եթե չգիտեք Թուրքիան ինչ է անում, տեսեք ինչ են անում իրենք Սիրիայում, ինչպես են գրավում եւ նրսում, անգամ օրերս էլի, ինչպես բանը քրիստոնյաների եւ ալավիտների գերեզմաններ են այսպես ընդհանուր ստեղծում, մորթում, սպանում եւ լցնում են։ Կմտնեն Հայաստան, ինչու համար է սա արվում, որ հանկարծ ոչ մի համաշխարհային կառույց չլինի, որ ձայն հանի, ծպտուն հանի, երբ որ Հայաստանը վերջնականապես կոչնչացնեն։ Իսկ դա մոտ է, իրենց պլանները 2026 թվականին, սրա համար է անում, տանը նստած, դինջ, հանգիստ, ամանոր դիմավորող, չգիտեմ ինչ անող, իմ սիրելի հայրենակիցներ, հետո չասեք, որ ոչ մեկ ձեզ դրա մասին չի ասել, ինչու դա ձեզ հետ տեղի ունեցավ, ասել են, այս ամենը պատճառահետևանքային կապի մեջ է եւ այս չափ կարեւոր է, որպեսզի մենք ամեն գնով պահենք վեհապար հորը, որպեսզի ամեն գնով ազատության մեջ լինեն մեր սրբազան հայրերը, որովհետև Գարեգին երկրորդը մնալով այդ համաշխարհային կառույցը, ինչպես տեսանք, թուրքական իշխանությունները Հայաստանում հաստատվելուց հետո չկարողացան այնպիսի ճնշում բանեցնել, որ այդ մեծ համաշխարհային կառույցը հայկական հնչեցնի, որ Բաքվում կան գերիներ, հնչեցնի այն, որ Արցախի թեման դեռ փակված չի, հնչեցնի այն, որ Հայաստանի Հանրապետության տարածքները
գրաված են ադրբեջանցիների կողմից, հնչեցնի այն Բաքվի բանտում նստածների մասին, Հայաստանի բանտում նստածների մասին, որ հայ ժողովուրդը կեղեքվում է։ Այս հարցերը, եթե մենք ունենայինք ազգային իշխանություն, իրենք պիտի բարձրացնեն, բայց քանի որ այսօր մեր երկիրը գրավված է, պաշարված է թշնամու կողմից եւ շրջափակված է ներսից եւ դրսից, մենք չունենք այդպիսի իշխանություն, այդ դերակատարումը այսպես թե այնպես հայապահպանության, որ Հայաստանը գոնե մի կետով մնա աշխարհում քարտեզի վրա եւ Հայաստանի Հանրապետություն լինի, գիտակցեք սա այս պահին մենք իզուր չէր որ ասում էինք վաղարշապատցիներ, ձեզանից շատ բան է կախված, այս ընտրություններից շատ բան է, ոչ թե որ դու գնաս քո կրճոնը ստանաս գյուղապետ կամ տեղական մի հատ բոմժի կարգավիճակում մնաս եւ վաղը որ գան քո երեխային հասնեն, իսկ դա մոտ է 2026 թվականի ընտրությունից առաջ է ուզում անել Ալիևը, իրեն կանգնեցնում է միայն Էրդողանը հասկացնելով, որ դա կարող է անել շատ արագ ընտրություններից հետո։ Հիմա պետք է այսպես թվացial խաղաղություն պահել եւ դրանից հետո այդ հարցերը լուծել։ Երկու այլ թեմայի էլ ուզում եմ կարճ անդրադառնալ, տեսա մի հատ մեծագլուխ կա նստած եթերում հարց է տալիս եւ անդադադադա ինչ որ sense հարցեր է տալիս եւ ինչ է ասում, տեսեք ինչի մասին խոսում են, ասում են Հայաստանի Հանրապետության տարածքները տվել ես դու էս սա արել ես, դու աղքատության մեջ ես գցել հայ ժողովրդին, դու ստորացնում ես թոշակառուին, դու ինքդ ստորանում ես Ալիևի Էրդողանի առաջ, թշվառական բոմժ, դու գալիս ստորացնում ես հայ ժողովրդին, դու թալան չի ես, քո կոռուպցիան, քո թալանը, քո թիմը, որ երեք մի հատ շիշ կամ ծխախոտ ունենալու գումար չէ, այսօր միլիոններից, միլիարդներից են խոսում, աշխարհով մեկինած միլիարդներն են վայելում։ Այս վիճակում ինք ասում այս նախկիները մեծագլուխ տավար։ Հատուկ քեզ համար եմ ասում, որ եւ հարց է տալիս, ասում է, բայց նախագահները այդ միլիոնները Արցախից էին բերել, իհարկե Արցախից էին բերել։ Արցախից ամենակարևորն էին բերել տահաս, քո գլուխը թեփով է լցված, որ բլբլացնում ես այդ եթերում, մեծագլուխ։ Քո արևինե գոլեգա էր ինձ, հիմա էլ չգիտեմ եսի ինչպես մեկ-մեկ կտենց, բայց Քոչարյանը այդտեղից է բերել, այո, այդ միլիարդները Արցախի հաղթանակով են, այդ միլիարդները, որ Հայաստանը ունեցել է, ընդ որում մինուս պարտքը պլյուսի է վերածել հենց նույն Ռոբերտ Քոչարյանը, Արցախի հաղթանակով է բերել, որտեղ Արցախը 50 միլիարդ էր արժել, 100 միլիարդ էր արժել, 200 միլիարդ էր եւ ընդհանրապես անգնահատել անգին էր, որտեղ ինքը հայրենիք էր առաջին հերթին, հետո ինքը մեծ հարստություն էր իր այգիներով, սևահողով, ցորենի արտերով, իր ամեն ինչով։ Իմիջիալոց հիմա ես Լիմոնովի գիրքն եմ կարդում եւ ինքը պարզում է 18-19 թվականին Արցախում է եղել եւ ինքը խոսում է դրա մասին թե ինչպիսին է այս Արցախը, այդպիսի հարստություն է բերել, այդ հաղթանակի հարստությունն է որ քո նման բոմժ ու թշվառականը ինքը այսօր մեծ հարստության տեր դառնա ու եթերում նստի հանրային եթերում կովի տեսքով այտենց իրանից գա միլիոնների մեջ խոսա, այդ ինքն է արել, այո, իր նման տղերքն են արել, Ռոբերտ Քոչարյանի նման տղերքն են արել, Սերժ Սարգսյանի նմաններն են արել ու այն մեր հերոսներն են արել, որ այդ հաղթանակը բերել են ու արժանապատվությունը բերել են, անվտանգությունը բերել են, որ այստեղ երկիր զարգանա, տնտեսություն զարգանա ու քո նման մեծագլուխ տավարներն էլ այդ հարստության մեջ մտնստեն ու այսօր էլ 50 ու 100 միլիոն ստանան ու զվարճանան թոշակառուի վրա, ասեն ինչա որ դեբիլ է, 10,000 դրամ չգիտի ոնց ծախսի թոշակառուն, թող գնա սոված մեռնի կամ սովի մատնվի, այդպես է եղել ու իրենք դու տունը նստած, քո նման տավարները տանը նստած, այդ մարդկանց օրոք հատկապես Ռոբերտ Քոչարյանի ժամանակ 6 անգամ ցանկացա 3 միլիոն հայ տանը նստած ուղակի 6 անգամ հարստացել է։ Իրա տանգինն է բարձրացել, աշխատավարձն է բարձրացել, թոշակն է բարձրացել։ Ուզում ես ասես այդքան դեբիլ ես չես հասկանում, թե մի հատ է պետք է քեզ գցեն վանդակի մեջ, գլորվես, թափես, սառը ջուրը գլխիդ լստեն, բանը հասկանաս, չէ դու այդքան դեբիլ չես, ուղղակի այդ փողը կճուան մամոցորյանն է կերը տավան։ Քեզ մտածում ես բոլոր ժամանակներում կգան թուրքերն է կգան քեզ փող կտան yaxshi կսովորես ու բան կանես էլի հաղորդում կվարես քո արևին եւ վերջին թեման մի հատ բան կա այն սուդի բանը ինչ էր բոմոն չէ ինչ էր բանանում գլամուրը
հա, հիմա սուտի գլամուր կա, հիմա սրանց այս բան նոր կերպարներ են, ինչ որ եկել, հեվալով, բանանելով, իմիջիալուց ինֆորմացիա գնաց, որ այս տիկնոջ մայրը փաստորեն կարկառուն հանրապետական է եղել, այն որ դուք sense կոռուպցիան նախքինների ժամանակ մի հատ ինչ որ ոչ եք ընկել, իմիջիալուց ես ասեմ այս ոճը բառապաշարը, բառամթերքը ընդհանրապես բանը նենց հիմնականում անդաստիրակ եւ ցցուն միջակություններին է բնորոշ։ Ես իհարկե պետք է հետաքրքրեմ, որ ասում եմ ես լավ կրթություն եմ ստացել, լավ եմ, դու երևի տեղյակ չեք լավ կրթություն ասել ընդհանրապես ժամանակակից աշխարհում ինչ է նշանակում, հաստատ դուք տեղյակ չեք էլի եւ ընդհանրապես ինտելեկտ, գիտելիքներ բան տեղյակ չեք եւ մի քիչ բան ձեզ համեստ պահեք։ Ես նախկին իշխանությունների ժամանակ գիտեի 3 սուպեր փայլուն պրոֆեսիոնալների, որ ցանկացած երկիր կհպարտանար այդպիսի իրավաբաններ ունենալով, 1-3-ի անունը չասեն, մեկն էլ հարազատն է, մեկ չգիտեմ ինչ, մեկի անունը կտամ, միայն Դավիթ Հարությունյան, որ բանը վունդերկինդ լինելով հանդերձ ֆենոմենալ ընդունակությունների տեր եւ բարձր մեծ պրոֆեսիոնալ, ես այսպիսի ամբարտավանություն եւ լկտիություն իրենց կողմից երբևէ դա նկատել չի եղել։ Ընդհանրապես իշքան մարդը կիրթ է, անա այդքան իր պահվածքը եւ կեցվածքը ժեստիկուլացիան վարվելակերպը շատ ավելի համեստ է լինում եւ ոչ թե այսպես եւ ինքը պարզվում է որ բան է կարող է ցուցադրել որ ինքը երբեք բան սոված Ձեր աշխատերի մասին եմ ասում, ձեր մասին։ Ես իմ մասին եմ խոսում։ Այո։ Սոված երբեք չեմ եւ չեմ լինելու, որովհետեւ լավ եմ սովորել։ Ինչ է կա։ Աշխատանք ունեմ, բաղվել եմ լավ աշխատանք ունեմ։ Դուք չեք, ինձ տպավորեցնում որ չեք ուզում հասկանալ։ Լավ, ուրեմն սա պարզվում է լավ է ապրելու։ Ուրեմն սատանայի հետ համագործակցող 150,000 մարդուն անտուն թողնող 50,000 մահ Հայաստանի Հանրապետության տարածքները շարունակում են մնալ Ադրբեջանի հսկողության տակ եւ ադրբեջանցիները եկել հաստատվել են այստեղ այ չգիտեմ ինչ այ սուտի գլամուր այ անդաստիրակ երբ որ բանտերը լցված են քաղ բանտարկյալներով երբ որ Կալանավայրերում ունենք տարեկան 20 այս տարի ունեցել են 24 մահ պատասխանատուն դու ես եւ որ աղքատությունը չգիտեմ ուր է հասել թոշակառուների այսպես կիսասոված վիճակը այս պայմաններում տեսեք ինչպիսի լկտիություն եւ ինչպիսի ինքնավստահություն մարդը միշտ պիտի լավ ապրի դու լավ չես ապրել դու պատասխան ես տալու մի ճանապարհ կա միայն որ դու պիտի պատասխան չտաս երբ որ Հայաստանի Հանրապետությունը չլինի երբ որ լինի դու սատանայի հետ երկիր կործանողի Արցախը կործանողի հետ գործարքի ես գնացել դու եւ քեզ նման անդաստիրակները պատասխան են տալու եւ ոչ թե լավ են ապրելու եւ ոչ թե ինչ որ մեծեց հիմա ձեր սատանայական մտքում ասենք մենք ինչ կարող ենք սրական նրա հետ անել ոչինչ էլ ինչ էլ որ անեք միևնույն է դա քիչ էլ ինչ որ ձեր գլխին են ձեզ հետ են անելու որտեվ իրենք հայրենիք չեն հանձնել իրենք հայրենիք հանձնողի հետ գործարքի չեն գնացել իրենք սատանայի հետ հայ առաքելական եկեղեցի չեն մտել եւ պիղծ պատարակի չեն մասնակցել իրենք չեն հրամայել իրենց ուժային կառույցների ենթականերին գնացեք եւ շրջապատեք հայ առաքելական եկեղեցին գնացեք եւ բանտարկեք եպիսկոպոսներին գնացեք եւ բանտարկեք հոգեվորականներին գնացեք եւ ահաբեկեք նրանց ընտանիքներին գնացեք եւ ահաբեկեք բոլոր նրանց ովքեր ասում են իմ մեջ հայրենիք կա չեն արել դու արել ես դու մասնակից ես եւ դու պատասխան ես տա դու լավ չես ապրելու դու միայն մի դեպքում կարող ես լավ ապրել Երբ որ Հայաստանը չլինի եւ դու կարողանաս ճողոպրել գնաս մի հատ ինչ որ Ավստրալիա ինչ որ անկյուններում մի հատ ինչ որ դոմիկի մեջ քեզ թվա այդ նույն գլամուրային ինչ որ բաներ անես ու նստես քո արևին բանը վայելես ու համարես որ այն ինչ որ վաստակել ես վայելես սա տարածվում է ընդհանրապես բոլորի վրա եւ շատ նմանություն կար սրա եւ Գյումրիում էլ մի հատ ինչ որ մեկը գալիս խոսում էր այսպես էլի ամբարտավան ձենով մի հատ անձրևանոցը պահի գլխիս վրա լավ եմ մանում ես այդ իրավունքը ունեմ դուք տեսեք ինչ նման են իրենք իրեր սա Գյումրիում պարզվեց ինչ որ մի դպրոցի գործավար է մի հատ շու Եվ ին ոնց է խոսում լրագրողների հետ բոլորդ նայեք ես միշտ շրջել եմ Կակրաս Երբ ես եմ խոսում ինձ չի կարելի ընդհատել Տեսեք ինչ նմանություն կա մի հատ լսեք Արդարադատության նախարարի ծառայությունում
ընկերներում եք աշխատում եք։ Ես իրավապաշտպաններին ճանաչում եմ։ Եվ Ինչ կարևոր է այսօրվա օրով իմ զբաղեցրած պաշտոնը հարգելիս։ Ես այն մարդն եմ, ամաչում ասի։ Ասենք ինչի ես ամաչում էլի։ Ցանկացած տեղից, ես այդպիսի կառույց չկա, որ ինֆորմացիա չունենամ այդ կառույցից, եւ ես այն մարդն եմ, ով լավ ենք հաճա։ Ուրեմն ինչ որ ԿՊ-ական բուկլետ բաժանող է սանձը, ինչ որ մի դպրոցում գործավար է, ինքը դե կարևոր չի ինքը այդպես, այս տղեղել է իրան գրում ինքը որտեղ աշխատում ինքնա։ Դուք մի հատ այս ամբարտավանություն, մի հատ ես խոսում եմ բոլոր տղեկ, այսինքն այս ԿՊ-ի պարագայում տարբերություն չկա, դու նախարար ես, դպրոցում ինչ որ գործավար ես, իրանք նույն ինքնաբավությամբ, ինքնագոհությամբ, ամբարտավանությամբ փորձում են կարգի հրավիրել բոլորին։ Լրագրողները փոխանցող մարդիկ են, այսինքն հանրություն դուք եւ պիտի փոխանցեն։ Այս վերաբերմունքը, այսինքն հանրությանն է, սեփական ժողովրդին։ Հո այդտեղ այդ լրագրողին պատասխան չես տալ, դու հասկանում ես, չէ՞, որ դա փոխանցվում եւ տարածվում է, իրենք ընդհանրապես միջնորդ են եւ այն հարցերն են բարձրացնում, ինչ հարցեր որ հուզում են հանրությանը։ Մենք էլ այստեղ բարձրացնում ենք այն հարցերը, եթե դու համահունչ ես եւ ճիշտ ես, սրտից ես խոսում եւ մարդկանց մտքից եւ այն հարցերը որ հուզում են, մարդիկ քեզ հետևում են, եթե ոչ ուրեմն դու հետաքրքիր չես։ Եվ տեսեք ոչ մի տարբերություն։ ԿՊ-ական բուկլետ բաժանող գործավարուհու եւ այդ վիճակը Անք ոչ մի տավ է, մեկը արդեն իրեն սուպեր գլամուր է համարում, մեկն էլ այդ ճանապարհին է։ Մի քիչ բաների էլի, միջավայրերի բանի ընդհանրապես տարբերություն կա, ուրիշ ոչ մի տարբերություն։ Եվ մի բան էլ Ալենը ինչ որ ազգային ժողովում խոսում էր, ասում է, որ խոսում են իրենց թալանի մասին են խոսում, ահռելի կարողությունների, հնարավորությունների, միջոցների մասին են խոսում, ասում է, դե հիմա գնացեք մի հատ Հովիկ Աբրահամյանի տունն էլ նայեք, իմ տունն էլ նայել, ո՞ր տունը։ Ո՞ր տները։ Այդ մարդիկ ինչ որ ունեն, բոլորը գիտեն դրա մասին։ Կոնկրետ Հովիկ Աբրահամյանը ինքը արարող շենացնող մարդ է։ Եվ այս մարդիկ նոր չես, ձեր նման շիշը չէին դրել եկել հայտնվել։ Այդ մարդիկ եւ գործարարություն, եւ բիզնեսներ, եւ բան 20 տարեկանից կոնկրետ իր մասին եմ խոսում։ Լավա չասեցի գնացեք մի հատ Գագիկ Ծառուկյանի տունը տեսեք, նույնը վերաբերվում է նաեւ Գագիկ Ծառուկյանին կամ էլի այդպես անուններ կարող եմ տալ։ Այդ ամենով հանդերձ, այդ մարդիկ արարե, եկե հասե, չգիտեմ, կյանքի որ փուլում նոր ինչ որ պաշտոններ է զբաղվել։ Պաշտոն զբաղվելուց էլ իմիջայլոց միայն շենացրել է։ Այն ազգային ժողովը, որ դուք տեսնում եք այդպես կառուցած, այդպես խել, արել է Հովիկ Աբրահամյանը։ Հիմա կասեք ինչ միջոցներ, դե դուք թալանում եք։ Իրանք չէին թալանում, իրենք այդ պետական միջոցները օրինակ այդպես ծառայեցնում են, որ այդ ամեն ինչը իրական վերանորոգվեր, ոչ թե ձեր նման թալանեին, ասֆալտը միայն ներկեին, իրական ճանապարհներ կառուցեին։ Դրանից հետո գնացել է կառավարությունն էլ է վերան, շենացնող մարդը, այս մարդը այդպիսին է։ Հայ հիմա կարող այդպես իրա նաև տուննել է, այդպես շենացրի, մեզ հարց եմ տալի, ո՞ր տան հետ, թե ձեր այդ բոլոր 10, 20, 30 տները սենց բանարց, ես ասում եմ ինչ որ կա, ես փոխանցում եմ ինչ որ խոսում են մարդկանց մեջ, կամ ինչպես Նիկոլն ասում, ըստ օդում կախված լուրերի կամ ինչպես գրված է բան մամուլում, լավա որ Նիկոլը ժամանակին լրագրող ա եղել եւ իր տրյուկները, իր ձևերը կարելի է օգտագործել, դե ինչ ուզում ասում էր օդում կախված լուրերի։ Հարց։ Մի հատ նորաթուղ, ուր է դրա նկարը։ Իր արևին էլ դատի ատա, ինչ է Նարեկ Նալբանդյան։ Այն որից սրտի օլիգարխն է, ասեցի Անայի սրտի օլիգարխն է, որտեղ բոլոր հարցերը Անան է լուծում, նեղ սրտեց, գնաց ինչ որ դատական չգիտեմ ինչեր արեց։ Հարց եմ տալիս։ Բա ում սրտի օլիգարխն է, եթե սրտի օլիգարխ չէ, սովորական շարքային քննիչ, շատ ծանր պայմաններում ապրող մեկը, ոչ մի բանով աչքի չի ընկել, մի չակից ցածր ընդունակություններով ասում են անգրագետ, որպես մասնագետ է, անգրագետ, տգետ, այդ երևի մասնագետները ավելի լավ կասեն։ Մեկ էլ ինչ որ քիրվայություն է անում այսօրվա իշխանության հետ, մեկը տալու միլիոններ, չգիտեմ ինչ էր, բա մի հատ արի ում ասեմ ստեղ, Սամվելյան, մի հատ թող այդ Սամվելյանի թևը մտի, Ալեն, մի հատ գնացեք այդ Նարեկ Նալբանդյանի տուն, բայց ու համեմատեք, այդ գիտեք որ տուն է, որ խլել եք Հովիկ Աբրահամյանի, այդ որտեղից այդ միլիոնները, ոնց եղավ միլիոններ, միլիարդներ, մարդը եթե քանի միլիոն տալիս անդե, ուրեմն քանի միլիոն էլ դեռ կուտակած ունի, չէ, ոնց եղավ այդ մի քանի ամսում այդ միլիարդեր ոնց են դառնում Նիկոլի եւ Ալենի իշխանության ժամանակ, ոնց,
Ինչ են արարել, ինչ են ստեղծել, ինչ են արել, հա? Ինչ են տվել այս երկրին, չնայած դուք ատում եք այն մարդկանց, ովքեր այս երկրի համար բան են արել։ Մի քանի օր առաջ ասեցին, որ մեր ճոպանուղին Տաթևի լավագույնն է ճանաչվել։ Հարց տալիս եք, դե պիղծ սրիկաներ, գլուխը որ դնում եք բարձին։ Մարիամ, հարց տալիս եք ձեզ, որ այս ամենը արել է Ռուբեն Վարդանյանը, հա? Ձեզ հարց տալիս եք, ով է արել այս ամեն ինչը։ Հա, որ մեծ երազներով էր ապրում։ Այդ երազների հետ կարող ես երբեմն կռիվ էի տալի, ասում էի, այդ երազները իրական Հայաստանի հետ բան արեք, դա էլ ցույց տվեց, իրական էլ գնաց Արցախ ու կանգնեց։ Շրջապակված Արցախ գնաց մտավ։ Եվ սարերով չփախավ ոնց որ ոմանք։ Այդ ճանապարհը կարող էր սարերով դուրս գալ, դուրս չեկավ։ Ինքը գիտեր, որ ճիշտ ապրած մարդ է, ճիշտ է անցել իր ճանապարհը կյանքի, գնացել է իր մի բուր ժողովրդի կողքը կանգնել է, քարա կրել իրանց հետ, օգնել է, հացը կիսել է իրանց հետ, արդար ճակատով գալիս էր, բայց չգիտեր, որ արդեն Հայաստանից իրեն դավաճանել են եւ են տալու են թշնամու ձեռքը։ Թե լավ է ուրիշի արասները տենց վայելել, Ռոբերտ Քոչարյանի արասները վայելել, գնալ Գյումրի պտտել, այդ կառուցած, ինչ կա կառուցած իր ժամանակ է ու Վարդան Ղուկասյանի ժամանակ։ Վարդան Ղուկասյանին փակել եք, գնում եք իր կառուցած հուշարձաններ, արձանների կողք ծաղիկ եք դնում, չգիտեմ ինչ եք անում, հա? Քանի մարդ ասեց, որ դուք եք այնպես արել, որ վախեցել եք Ռուբեն Վարդանյանից, որ հանկարծ չգա, այստեղ մեծ հեղինակություն ունի, հանկարծ, չգիտեմ, ժողովրդի իր հետևից չգնա, ուղարկել եք Բաքվի բանդ։ Բա հիմա գնում եք իր արած ու շենած, ինչ որ շենացրել է վայելում եք, չէ՞։ Նույնը նաև տարածվում է Սամվել Կարապետյանի վրա։ Այդ հիվանդանոցը, որ մտնում դուրս եք գալիս, այդ դպրոցներում գնում եք, որ ձեզ լավ եք զգում, այդ փողոցներում, որ պտտում եք, մատենադարաններում, թանգարաններում, քաղաքներում Սամվել Կարապետյանին, Մարիամ, որտես պտտում եք, նայում եք, լավ է, չէ՞։ Այն որ հյուսիսային պողոտայում այնտեղ այդ իրանց հավաբնի դիմաց ամեն մեկը 3 տուներ ստացե, բղավում էին, աշխարհի բան տվեցին Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, ամեն մեկը աշխարհի փողեր ստացավ, տները ստացավ, հավաբների դիմաց, հետո էլ հրաշք այդ բանը ստացավ, ձեր հյուրերին տանում են վայելում եք, սուտիներ, սուտի հանցագործներ։